Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի ցանկությունը անպատասխանատվության, անօրինականության, անտարբերության դեմ պայքարն է, որովհետև ցանկությունն է արտահայտում մարդու էությունը։ Այս անգամ մեր եթերային դադարը մեկ ամիս տևեց։ Ես, Վահե Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը անհամբեր սպասում ենք ձեզ այդ հանդիպմանը, վստահ ենք սպասումը փոխադարձ էր։ Ասում են կարոտը ծերացնում է, բայց մեզ մեծ եռանդ անդուլ աշխատելու, նոր գաղափարներ իրականացնելու և Սուրանկյուններ հարթելու նոր ուժ է տվել։ Եվ ուրեմն ի գործ։ Սուրանկյունը սեպտեմբերի 1-ի նախաշեմին սովորաբար անդրադառնում է կրթական համակարգի խնդիրներին, ծնողների, աշակերտների և ուսուցիչների մտահոգություններին։ Այս անգամ թեման քննարկելիս կարծում ենք, որ հուզող հարցերի պատասխանները կստանանք Կրթության և գիտության նախարարությունից։ Ի վերջո այդ գերատեսչությունը պետք է կանոնակարգեր դպրոցներին, կրթական համակարգին վերաբերող բոլոր խնդիրները, վերահսկեր կրթական գործընթացին այս կամ այն կերպ առնչվողների աշխատանքը։ Սակայն արդեն երկրորդ անգամ բախվեցինք փաստի, երբ նախարարությունը հենց աշխատակիցների հավաստմամբ այդ առնչությամբ որևէ գործառույթ չունի։ Այդպիսի պատասխան ժամանակին ստացել ենք որոշ դպրոցների տարրական դասարանների աշակերտների անվճար սննդապահովման ծրագրին անդրադառնալիս։ Երեխաներին հարստացված ալյուրով, թխված հաց և ձեթով պատրաստված ուտեստ են տալիս, ու պետական ոչ մի կառույց պատասխանատվություն չի կրում։ Կրթության և գիտության նախարարությունը հիմա էլ որևէ կերպ չի մասնակցում դպրոցներում բուժ սպասարկման ապահովմանը։ Պարզվում է, բուժքրոջ հաստիք ունեն միայն 350-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցները։ Փոքր համայնքներում, որտեղ դպրոցահասակների թիվը ավելի քիչ է, առողջապահության նախարարությունը ֆինանսավորում է այդ կամ հարակից բնակավայրի բուժհաստատությանը, որի աշխատակիցները պարտավոր են սպասարկել անգամ 5 աշակերտ ունեցող դպրոցներին։ Բայց արդյոք պետական ֆինանսավորումը ծառայում է նպատակին։ Գյուղերում լավ գիտեն, որ բուժաշխատողները դպրոց են այցելում ըստ անհրաժեշտության, առավելագույնը շաբաթը մեկ անգամ։ Ոլորտի խնդիրները Շուշանիկ Միրզոյանի հիվանդանալու իրավունք չկա ռեպորտաժում։ Մի քանի տարի առաջ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցում աշակերտների վեճը ողբերգությամբ ավարտվեց։ 2009 թվականին ստեղ երեխեք իրար նշեցին, երեխեն ընկավ էխինակոկը պայթիլիր։ Ստեղ տարան հիվանդանություն չկարողացան, ինչև հասցին Երևան, ինչև ձեր էլ արդեն երեխուն չկարծան 5-րդ դասարանի տղա երեխա էր։ Խորհրդային տարիներին դպրոցականների նկատմամբ բուժհսկողություններ իրականացվում բոլոր դպրոցներում։ Նույնիսկ եթե կրթօջախը մի քանի տասնյակ աշակերտ ուներ, տվյալ համայնքի բուժկետը կառուցում էին դպրոցի հարևանությամբ։ Ներկայում բուժկետեր կան ոչ բոլոր գյուղերում։ Մեկ բուժքույրը սպասարկում է երբեմն մի քանի համայնք։ Դպրոցում չեն մնում, բայց գյուղում կա։ Մեկը մոտը ջարդում է, ինչ եք անում։ Գալիս է բժշկուին, բան գյուղի մեջ է էլ իրան։ Չկա բուժքույրի հաստիկ, բայց մենք շատ սեր կապերի մեջ ենք։ Ինչև մենք զանգում ենք, երբ բժիշկը գալիս է, մենք ունենք ուսուցիչներ, որոնք տեղյակ են, ունակ են։ Մեր գրադարանավարը նաև բուժքույրը։ Սակայն արդյոք բոլոր ուսուցիչները կարող են հասկանալ երեխայի ինքնազգացողության վատացման պատճառը և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Ֆանտանում, օրինակ, էխինակոկի բջջի պայթելը չէին տարբերել թունավորումից։ Երեխեն հետ էր տալի, հանել են դուս, երեխեն հետ տվեց ու կապտեց։ Հիմա դե որ երեխեն հետ է տալի առաջին, իսկ պահին դու ինչ ես մտածում։ Գնացել եմ իրանց տուն, հետո եմ գնացել չային ցավալ։ Ասեմ երեխեն ինչ հարկեր է, կարողա թունավորվել, երեխեն հետ է տվել։ Բարեբախտաբար այս պահին մեր շտապ օգնությունը շատ լավ է աշխատում եւ բուժքույրը միայն առաջի օգնությունը կարող է ցուցաբերի եւ այնուհետեւ մասնագիտական օգնությունը այնուամենայնիվ բժիշկն է ցուցաբերում։ Դա բացատրություն չէ բնավ եւ ամենակարևորը դա մասնագիտական եւ ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ ուրիշ բան է, երբ մարդասիրական նկրտումներից ելնելով ինչ-որ մեկը օգնություն ցուցաբերի, ուրիշ բան է, երբ պետությունը նախատեսել է հաստիկ եւ կոնկրետ մարդ այդ գործառույթը կատարելու համար, եթե բուժքույրը որևէ սխալ թույլ տա կամ որևէ բան ոչ պատշաճ կատարի, նա ունի վերադաս, որին կարելի է դժգոհել, նրան փոխելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Եթե այդ ֆունկցիան պետք է կատարի դպրոցի ուրեմն ուսուցչուհին, բնականաբար նա ոչ մի պատասխանատվություն էլ չի կրում։ Հայաստանի դպրոցներում բուժքույրի առկայությունը պայմանավորված է աշակերտների թվով։ Առողջապահության նախարարությունում նշում են, որ այդ թիվը որոշել են ելնելով պետական ֆինանսավորման չափից։ Դպրոցում կլինի բուժքույր թե ոչ, որոշում է առողջապահության նախարարությունը, սակայն գործընթացի կողմերից է նաև կրթության և գիտության նախարարությունը։ Սրանք որոշողն են, գումար հատկացնում է կառավարությունը, այնպես որ ինչ էլ որոշեն, միգուցե չիրականացվի։ Բյուջետային միջոցների սղություն կա, պակաս կա եւ ըստ առողջապահության նախարարի հրամանի
700 ուրեմն աշակերտ ունեցող դպրոցներում բուժքույրը պետք է աշխատի 1 դրույքով։ Իսկ նվազագույնը պետք է դպրոցում ունենա 350 աշակերտ, որպեսզի այդ դպրոցում պարտադիր լինի բուժքրոջ հաստիքը։ Կես դրույքի մասին է խոսում, բայց բուժքույրը պետք է ներկա լինի շաբաթվա 7 օրը դպրոցում։ Առանձին դեպքերում, երբ մենք այցելություն ենք կատարել, դասերը դեռևս գնում են 2-3 ժամն է, բայց բուժքույրը տեղում չէ։ Մինչև 350 աշակերտ ունեցող դպրոցներին այդպիսի հաստիք չեն տրամադրում։ Ֆինանսավորում են բուժկետը կամ պոլիկլինիկան, այդ թվում բուժքույրի հաստիքը։ Այցելում ենք Չարենցավանի պոլիկլինիկա։ Վստահ են, իրենց սպասարկած գյուղերում դժգոհություն չկա։ Մեր մոտ այդ խնդիրը չունեն։ Կվանտան կարանիսը ինքը իրենով հանցանում բուժկե, առաջին օգնություն մոտ է տեղակայված, դեր կարանիսն և ֆանտան։ Եթե որից այդ բան եղավ, իրանք հարակ հասնում են ընդր։ Ասենք մի հատ կցել ես բուժքույր, շաբաթվա մեջ մի ժամ գա կամ չգա։ Բա բուժքույր չլինի դպրոցում, որ երեխայա վատանում է բուժքույրը հասնի օգնություն ցույց տա։ Գիտեք ինչ, շաբաթվա մեջը ո՞րն է, այսինքն երեխան ասենք շաբաթվա այսինչ օրը վատացի կամ մի վատացի։ Կա ցուցակ նվազագույն դեղորայքային միջոցների, որոնք եւ գործիքների, որոնք պետք է պարտադիր լինեն բուժքրոջ սենյակում, բուժկետում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ բոլոր դպրոցներն են պատշաճ ձևով հագեցված եւ հաճախ բուժքույրերը ինքներն են դժգոհում, որ պոլիկլինիկան ժամանակին չի մատակարարել կամ տնօրենին ցուցակը ներկայացվել է, բայց տնօրենը արագ չի արձագանքել բուժքրոջ պահանջին։ Այդ դեպքում ինչ անեն այն գյուղերում, ուր կա դպրոց, սակայն չկա բուժկետ կամ մասնագետ։ Այդպիսի համայնքները քիչ չեն։ Առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից ոչ պետության ֆինանսական միջոցների սղությունը, ոչ ինչ որ այլ հանգամանքներ չեն ուրեմն ազատում պատասխանատվությունից եւ հիմք չեն, որպեսզի անձի իրավունքը սահմանափակվի։ Իսկ ինչի դուք չեք մտածում այդ դեպքում բոլոր գյուղական ամբուլատորիաներում բոլոր գյուղերը չունեն։ Մեկ այլ խնդիր է, որ այդ բուժքույրները ոչ միշտ են արհեստավարժ եւ ոչ միշտ են իրենց պարտականությունները պատշաճ կատարում։ Ուրեմն չէ ժամանակավոր խնդիր է, որ բուժկետը դեռևս չի ապահովել բուժքրոջով, դա արդեն տեղական մարմինների խնդիրն է։ Նախարարությունում խնդրի կարգավորման երկու հնարավոր տարբերակ են դիտարկում։ Պետական ֆինանսավորումը պետք է ավելանա կամ քայլեր ձեռնարկել, որ բոլոր ուսուցիչներն էլ կարողանան առաջին բուժօգնություն տրամադրել։ Սակայն ինչ կլինի, եթե հանկարծ ուսուցիչը սխալվի։ Կկրի արդյոք պատասխանատվություն եւ ինչ պատասխան կտա երեխայի ծնողներին։ Հարցը թերևս անտեսված է։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Մեզանում վատավանդույթ է ձևավորվել։ Որևէ ոլորտի խնդրի մասին խոսվում է հետևանքներից հետո միայն։ Գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում մեղավորներին պատժելու, վերահսկողությունն ուժեղացնելու մասին։ Արձանագրվում է փաստը ու ամեն ինչ մոռացվում։ Կարծես այդպես է նաև վերջին շրջանում թունավորումների հետ կապված իրավիճակներում։ Հանրային սննդի օբյեկտներից թունավորման տասնյակ քաղաքացիներ են տեղափոխվում հիվանդանոց։ Բուժում, սննդի օբյեկտից նմուշարումներ, ուսումնասիրություն։ Մինչդեռ, եթե պատկան կառույցները ժամանակին վերահսկեին նման օբյեկտները, հետևեին սննդամթերքի որակին, պահպանման եւ սանիտարահիգիենիկ պայմաններին, գուցե հնարավոր լիներ եւ լինի խուսափել անցանկալի հետևանքներից։ Վերլուծելով տարվա առաջին կիսամյակի ամռան, մասնավորապես օգոստոսի վիճակագրությունը, մասնագետները նշում են, որ թունավորման այս ծավալի դեպքեր մինչ այժմ չէին արձանագրվել։ Ինչ պետք է անել, ինչպիսին է իրավիճակը, հարցերի պատասխանները Սոնա Դանիելյանի ճաշից հետո մանանեղ տեսանյութում։ Սննդային թունավորումներն այս ամառ փչացրին ոչ միայն շատ հանգստացողների, այլև բժիշկների եւ ոլորտի պատասխանատուների հանգիստը։ Մեկը մյուսի հետևից թունավորման դեպքեր էին արձանագրվում մանկական ճամբարներում, հանգստի գոտիներում, ինչպես նաեւ սննդի օբյեկտներում։ Վերջին 10 տարվա կտրվածքով այս քանակի թունավորում սննդային գործոնով պայմանավորված բռնկումներ չի եղել։ Հուլիսի 21-ից 22-ին Հանքավանի Զեփյուր ճամբարից աղիքային վարակի ախտանիշներով Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվեց 16 երեխա։ Մասնագետների պնդմամբ ճամբարում հայտնաբերվել էր շիգելա զոնե կամ դիզինտերիա։ Մեկ շաբաթ անց հուլիսի 29-ին Գեղարքունիքի Ծովինար մանկական ճամբարում գրանցվեց թունավորման հերթական բռնկումը։ Հոսպիտալացվեց ավելի քան 20 երեխա։ Ծնողների եւ հանրության զայրույթը դեռ չէր մարել, երբ օգոստոսի 7-ին ինչպես ամպրոպ պարզ երկնքում որոտաց երեխաների թունավորման հերթական դեպքի մասին լուրը։ Այս անգամ արդեն Վայոց ձորի մանկական ճամբարներից մեկում թունավորվեց եւս 16 երեխա։ Այս ճամբարում էլ արձանագրվել էր սալմոնելոզ։ Իհարկե սա աղիքային վարակներ են։ Եվ դիզինտերիան ձեր նշած եւ սալմոնելոզը, ասենք միանշանակ աղիքային վարակներ են, այստեղ մենք պետք է կարողանանք տարբերակենք։ Սա կապված է
վարակված, փչացած սննդի օգտագործման հետ, թե գուցե այդ սնունդ պատրաստող աշխատողներից մեկն ա եղել հիվանդ, անկեղծ ասեմ, միշտ չի որ կարելի է մեղավորին փնտրել եւ գտնել։ Իդեպ, նման դեպքերը կանխարգելելու համար պետական բյուջեից ֆինանսավորվում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առողջապահական պետական տեսչությունը, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։ Մինչդեռ ստացվում է, որքան շատ են վերահսկողները, այնքան բարձր է անվերահսկելիությունը։ Իհարկե ճիշտ եք ասում, տպավորությունն այդպեսին է, նույն ինչևից է ես քիչ ուզում եմ գոնե գոհունակություն հայտնեմ, որ գոնե մենք զոհեր չունեցանք։ Այո, մեր համար ցավալի է, բայց այս ծառայության աշխատանքը գնահատեի բավարար եւ մենք ամեն մի նման դեպքը մեր համար նոր ազդակա։ Ինչ աշխատանք են կատարել կանխարգելի չէ։ Այնպեսի տպավորություն է, երբ որ թունավորում է լինում, պետական կառույցները ուրախ գնում են, ասում են, բայց տեսա գնացին գործ արեցինք, որտեղ լրահոսում ավելի շատ, նույն լրահոսում ավելի շատ վերլուծություններ են, թե ինչ արեց այս պետական ապարատը, թե ինչ չէր արեց պետական ապարատը, որ մենք ունեցանք այս թունավորումը։ Եթե մենք ընդունենք, որ 6 տարի մենք չենք վերահսկել, հիմա էլ կարճ ժամանակում մենք չենք կարող ամեն ինչ բերել տեղը դնել։ Դեպքից առաջ ցավոք այդ ճամբարները, որոնց մասին որ խոսքը գնում է, մեր մասնագետները դիտարկումներ, դեռևս դիտարկումներով մուտք գործած չեն եղել, իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ փաստին, մենք տեղեկատվություն չենք տիրապետում, թե ամառային ճամբարներ երբ է կազմակերպվում եւ ում կողմից է կազմակերպվում։ Նույն է պատկերը նաեւ առողջապահական տեսչության պարագայում կառույցի գլխավոր մասնագետի պնդմամբ իրենք եւս այս 3 ճամբարում չեն եղել, անգամ չեն էլ իմացել, որ գործում են։ Հատկանշական եւս մեկ հանգամանք։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում նշում է, որ հունիսի վերջին պետի հանձնարարականով սկսել են սեզոնով պայմանավորված մշտադիտարկում իրականացնել հանգստյան գոտիներում, առողջարաններում եւ մանկական ճամբարներում։ Այո, արել ենք արտահայտություն, դա շատ հեշտ է, որը կարող է ասել յուրաքանչյուր։ Ես խնդրել եմ ինձ թույլ տալ արձանագրությունները։ Ուրեն այդ արձանագրությունները, խնդրում ցույց տվեք, եթե արել եք։ Իրականացրել են մարզային կենտրոնները, յուրաքանչյուր մարզային կենտրոն իր մարզի տարածքում գործող ճամբարներում, հանգստյան տներում է իրականացրել։ Արդյունքները դեռևս մարզային կենտրոնները չեն փոխանցել, թե քանի տնտեսավարող սուբյեկտի մոտ են եղել, ընթացիկ մեծ տեղեկատվություն եկել է, ասենք որ կան խախտումներ, որոնց համար տրվել է հանձնարարականներ, բայց ամբողջ փաթեթը փաստաթղթերի դեռևս չի եկել, որպեսզի ամփոփվի։ Եղանք Սևանի ափին գործող հանգստյան մի քանի գոտում, համոզվելու թե այնտեղ վերջին անգամ երբ է ստուգվել սննդի կամ սանիտարահիգիենիկ պայմանների անվտանգությունը։ Դելֆին հանգստյան գոտում վստահեցնում էին, թե ստուգողների տեսել են, սակայն քանի որ տնօրենը տեղում չէ, չեն կարող ոչինչ ասել։ Տնօրենին էլ կանչել չեն կարող, քանի որ նրա հեռախոսահամարը չունեն։ Բոհեմիա հանգստի գոտու մենեջերն էլ, որի հետ հեռախոսով զրուցեցինք, վստահեցրեց, թե ստուգումներ եղել են, սակայն դրանց արձանագրությունները ընկերության երևանյան գրասենյակում են։ Սա էլ Հատիսի լանջին ռեստորանային համալիրն է, որտեղ հարսանյաց հանդեսից հիվանդանոց էր տեղափոխվել 30 մարդ, այդ թվում հարսը։ Պատճառն էլի սննդային թունավորումներ եղել։ Ըստ ՍԱՊԾ օգոստոսի 2-ի հաղորդագրության ռեստորանի գործունեությունը կասեցվել էր։ Ինքներս լինելով ռեստորանում պարզեցինք, որ այն գործում է, մինչդեռ կասեցումը դադարեցնելու մասին որևէ հաղորդագրություն չկա։ Իսկ գործում է ռեստորանը հիմա թե ոչ։ Գործունեություն կասեցված չի։ Եթե չկա հանելու մասին հաղորդագրություն, ուրեմն տվյալ հաստատությունում դեռևս կասեցված է։ Այս ջուրը վստահաբար որևէ մեկը խմելու նպատակով չի օգտագործի։ Մինչդեռ Նեպտուն հանգստյան գոտում հանգստացողներին հենց այս ջուրն է որպես խմելու ջուր մատակարարվել, ինչն էլ մասսայական թունավորումների պատճառ է դարձել։ Լճի մոտակայքից ընդամենը 3 մետր խորությամբ հորից դուրս բերվող ջուրն առանց բարակազերծման մատուցվել էր հանգստացողներին, որոնք էլ այն խմելով հայտնվել էին նորքի ինֆեկցիոնում։ Մեր այցելության պահին Նեպտուն հանգստի գոտին չէր գործում, սակայն հարևան լողափի աշխատակցի ասելով նախորդ օրը հանգստացողներ այնտեղ եղել են։ Ստացվում է, ընկերության գործունեությունը դեպքից հետո չի կասեցվել։ Իդեպ, առողջապահության նախարարությունն իր իրավասություններից ելնելով փոխանակ կասեցնելու տվյալ տնտեսվարողի գործունեությունը ընդամենը հորդորել էր լինել բարեխիղճ, իսկ հանգստացողներին հանգստյան վայր ընտրելիս ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ պայմաններին։ Կասեցնելու կամ ինչ-որ մի որոշում կայացնելու խնդիրը դա ոնց որ ասած վարչական վարույթի ավարտն է։ Այսինքն եթե վարչական վարույթ կա, վարչական վարույթը ամբողջ գործի հանգամանքները բարձում է, միգուցե այդ դեպքը եղել է էպիզոդիկ դեպք, որ այդ
կոնկրետ կազմակերպության հետագա շահագործումը այլևս նման վտանգի մեջ չի կարող ներառել եւ ինքը կարող է շարունակել իր աշխատանքը, եթե վարչական վարույթի ընթացքում վարչական վարույթ կամ այդ գործունեությունը իրականացնողը տեսնում է, որ այդ վտանգը պահպանված է, բնականաբար նա զեկուցագրելով ընթացքում պետք է հանդես գա։ Մենք դեռ այդպիսի բան չունենք, հանգիստ է վիճակը, իսկ վարչական վարույթը կավարտվի, նոր որոշումը կկայացվի։ Վարչական վարույթը կարող է տևել մինչև 15 օր, ինչը նշանակում է, որ այդ օրերին հնարավոր է նոր այցելուներ օգտվեն խմելու համար չնախատեսված ջրից։ Իդեպ պատկերը նույնն է տարածքի բոլոր հանգստյան գոտիներում։ Լվացարանների վրա որևէ զգուշացում չկա, որ ջուրը խմելու համար չէ։ Ձեր մոտի ջուրը խմելու ջուր է։ Չէ։ Իսկ որտեղ կա ցուցանակ, որը ցույցատայ, որ դա խմելու համար չէ, այսինքն հաճախորդը ոնց պետք է իմանա։ Ուղղակի աշխատողը զգուշացնում է, որ չխմեք։ Մենք զգուշացնում ենք, խմելու ջուր չի։ Իսկ եթե չեք հասցնում, ասենք նենցա ոնց կարող է դոմիկը տալիս ենք, հենց դոմիկը տալիս ենք, ասում ենք զգուշացնում ենք, խմելու ջուր չի։ Վերահսկողությունից դուրս գտնվող տնտեսվարողները փաստորեն գործում են ինչպես իրենք են ճիշտ համարում։ Ստեղծված իրավիճակի պատճառը կարելի է ասել կառավարության 2009 թվականի որոշումն է, որով սահմանափակվել են տեսչական ստուգումները, բանը հասցնելով այսօրվան։ Հիմա երբ որ կառավարության որոշումը այդ ստուգումները հանվեց, մենք եկանք այսպիսի մի երևույթի հանդիպեցինք, որ երկար ժամանակ չստուգելը ինչով է հղի, ինչով է վտանգավոր։ Ցավոք, մեր ծառայությունը այդ ցանկի մեջ էր եւ փաստորեն 5-6 տարի առողջապահական պետական տեսչությունը կամ բժիշկ մասնագետները չեն մտել նման կազմակերպություններ։ Իդեպ կառավարության հուլիսի 30-ի որոշմամբ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը սահմանափակվել է ոչ միայն մինչև 70 միլիոն դրամ, այլև դրանից բարձր շրջանառություն ունեցող օբյեկտներում տեսչական ստուգումներ իրականացնելը, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների։ Մնում է հուսալ, որ անվերահսկողությունից չեն օգտվի անբարեխիղճ տնտեսվարողները, վտանգելով բնակչության առողջությունը։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Ծնողի հանդեպ սերը սուր զգացում է և բոլոր առաքինությունների հիմքը։ Խեղված ճակատագրեր էջին նախորդ թողարկման հերոսը, օրերս 14 տարին լրացրած Արմանը, որ հրաժարվել էր ուսումից, պատանեկությունից ու ապագայից հանուն մոր սև աշխատանքով, ինչ-որ մեկի շներին խնամելով նրա համար հաց և դեղորայք էր գնում, 1 ամիս առաջ կորցրել է մորը։ Շրջապատից, հասակակիցներից մեկուսացված, աշխարհից, մարդկանցից նեղացած, առողջական խնդիրներ ունեցող պատանուն մոր մահը կարծես հասուն տղամարդ է դարձրել։ Իրերին և կյանքին հիմա այլ կերպ է նայում։ Հաղորդումից հետո շատերն են արձագանքել նրա վշտին, հոգսաշատ քաղցած առօրյային։ Վարսահարդարման անվճար դասընթացների մասնակցելու, հետագայում նաև աշխատելու առաջարկ է ստացել գեղեցկության մի քանի սրահի տնօրինությունից։ Սրտակից ընկերներ է ձեռք բերել, կյանքն իմաստավորվել է, իսկ ամենակարևորը հարմարավետ տուն ունի, որտեղ ապրում է քրոջ ընտանիքի հետ։ Այն վարձակալել և կոմունալ ծախսերը հոգալու պատրաստակամություն հայտնել Ամերիկայի մի բարերար, որը ցանկացել է անհայտ մնալ։ Իրևի, բարությունն ու գթասրտությունը սահմաններ չունեն։ Այժմ Տաթև Մեսրոպյանի «Երբ ապագան թակում է դուռը» տեսանյութը։ Արամը, որ 8 տարեկանից այս շներին է կերակրում և խնամում, մոր մահից հետո Շամբուն հիշեցնող այս կացարանից էին հանել։ Եվ մորը ստիպված ուղարկավորել էր գյուղերից մեկում, որտեղ բնակվում է քրոջ ընտանիքը և ֆերմերներից մեկի անասունները պահում։ Ինչպես նշել էին, քրոջ ընտանիքը ևս անօթևան է։ Արմանի պատմությունը մեր հեռուստադիտողներին և բարեգործներին շատ էր հուզել։ Բայց հենց Արմենիայի Բաքում չկարողացան զսպել ուրախությունը, երբ իմացան, որ մեր ամերիկահայ բարերարներից մեկը լուծել է տղայի տան խնդիրը, ընդհուպ կոմունալ վճարները, ընդ որում Արմանի նախընտրած վայրում, Արզնու ամառանոցում։ Շնորհակալ եմ իրանից շատ, որովհետև ես ծնվել եմ դոմիկի մեջ եմ ապրել, ես չէի սպասում, որ տենց լավ մարդ կնի, որ ինձ sense բան կօգնի։ Այս պատմությունը ծանր էր անդրադարձել թե մեր նկարանող խմբի, թե հեռուստադիտողների վրա։ Հաղորդումից հետո զանգահարում էին պաշտոնյաներ, շարքային քաղաքացիներ, սփյուռքահայեր եւ առաջարկում որդեգրել Արմանին։ Ընդ որում բոլորն էլ երեխաներ ունեին։ Չեն կարող չնշել Կարենին, Բրյուսելից Նարինե Ճանջապանյանին, Լեռնարոտ գյուղից Քրիստինե Մուրադյանին,
Արմանը անակնկալի էր եկել այդ քայլից, բայց դեռ մտածում է։ Շատերն էլ առաջարկում էին պատժել նրան նեղացնողներին, բայց համոզված ենք, որ Արմանի մասին տեսանյութից հետո մեղքի զգացողությունն է տանջում։ Քանի որ քո ծննդյան օրերը ոչ մի անգամ չի նշվել, ցանկանում եմ քո այս առաջի ծննդյան առիթը, որ քո ընկերական շրջապատում նշես ու դա շարունակական լինի։ Եվ ցանկանում եմ, որ դու մեր հետ կապ պահես։ Մարդիկ ինձ ժամանակին նեղացնում են, բայց հիմա մարդիկ ուզում են ինձ տանեն, որպես իրենց հարազատ մարդ, իրենց երեխա տանեն պահեն։ Սերգեյ Զվերև նոր Նորքի էլագեղեցկության սրահները եւ տասնյակ վարսահարդարներ առաջարկում էին անվճար կազմակերպել տղայի բարձրակարգ ուսուցումը եւ ապահովել աշխատանքով։ Արմանը, ով նախկինում չէր հավատում երազանքների իրականացմանն, այդ օրը երազանքներն իրականություն էին դառնում։ Սեպտեմբերից կհաճախի դասընթացների, բարեգործներից նորան էլ կգնի վարսահարդարման անհրաժեշտ բոլոր պարագաները։ Ես կաշխատեմ այնպեսի վարսավի դառնալ, որ բոլորը ճանաչեն իմ գեղեցկության սրահը։ Ու հասկանա մարդիկ, որ իրանց օգնությունը աննման չի անցել։ Մեր մշտական գործընկերներից վեգախաունտների ցանցին դժվար է գործընկեր համարել։ Կարիքավորների համար սրտացավ բարեկամ է, որ միշտ պատրաստ է աջակցել։ Արմանին եւս օգնեցին ոչ միայն գումարով, այլև լվացքի մեքենա նվիրեցին։ Շնորհակալ եմ վեգա ընկերությանը, որ ինձ օգնել լվացքի մեքենայով եւ գումարով։ Մենք չենք ունեցել լվացքի մեքենա, ես հիմա կարող եմ իմ շորերը լվանալ մեքենայով։ VLV էլեկտրոնիկայի խաունտների ցանցը իմանալով, որ Արմանը երբևէ հեռուստացույց չի ունեցել եւ երազում է այդ մասին, իրականություն դարձրեցին տղայի երազանքը։ Այդքանով չէին սահմանափակվել, այլ նվերներ էին բերել։ Արման ջան, ես ուզում եմ, որ դու կյանքի այս դժվարին պայքարում լինես հերոս։ Լինես հերոս, որը կպայքարի, կմաքարի, կստեղծի։ Ընտրիր հայի ստեղծարար, ստեղծող, շինարար կերպարը քեզ համար։ Երևան City սուպերմարկետների ցանցը երբեք չի խնայում իր գումարները նման ընտանիքների հոգսը թեթևացնելու համար։ Արմանին եւս գումար տրամադրեցին, որ մոր հուղարկավորության ծախսերի պարտքերը մարի։ Ես մայրիկիս համար գումար եմ ծախսել պարտքով, ես կարող եմ այս գումարով պարտքեր փակել։ Վարոնեժից Վահե Ստեփանյանը եւս անմիջապես գումար փոխանցեց, որ Արմանը մարի մոր հուղարկավորության ծախսերը եւ կարողանա որոշ ժամանակ կենցաղային ծախսերը հոգա։ Այս իմ համար շատ մեծ օգնություն է, թե իր գործերը շատ լավ լինի, որ ինքը չգիտա, որ ինքը գումար է ծախսել։ Վալենտին տաքսի ծառայության տնօրինությունն այնքան էր հուզվել տղայի պատմությունից, որ ցանկանում էր րոպե առաջ օգնությունը տեղ հասցնել։ Առաջին հերթին ասելու, որ նա մենակ չէ, փոխանցեցին նաև օգնությունը գումարի ու սննդամթերքի տեսքով։ Մենակ չես, տաքսի Վալենտինի տնօրենը քո կողքն է, դու ունես շատ ընկերներ, դա մի թեթև հոգս թեթևացնի, որ ուսումը շարունակես։ Բարի Սամարացի ընկերության ներկայացուցիչը նախապես իմացել էր, որ Արմանը երազում է հեծանիվ ունենալ, որ հեծանիվով գնա աշխատանքի։ Նրանք տղայի համար թե հեծանիվ էին բերել, թե խոհանոցային պարագաներ եւ թե ընկերության համեղ մսամթերքից։ Արման ջան, ես ցավում եմ քո կորցրած ընտանիքի համար, ցավում եմ այն չար մարդկանց համար, որ քեզ նեղություն են պատճառել։ Բայց ես հավատում եմ, որ Աստված քեզ այնպիսի ուժ ու կարողություն կտա, որ կյանքում կտրես ճշմարտության, բարու եւ սիրո ճանապարհը, եւ քո բոլոր թշնամիներին դու քո բարությամբ կհաղթես։ Զուզ ընկերությունն էլ իր արտադրատեսակները պատկերող կերպարներով, քաղցրավենիքով եւ ըմպելիքով փորձեց ուրախացնել Արմանի եւ նրա քրոջ փոքրիկներին։ Նաեւ գումարով օգնեց։ Աստված մոտ ապագայում գա այնպիսի օր, որ դու ինքդ քո բարեգործություններով հանդես գաս, արդեն լինես բարեգործի դերում։ Արզնի տոհմային տնտեսության տնօրինությունը հուզված Արմանի պատմությունից մեծ քանակությամբ համեղ եւ առողջ կատնամթերք էին ուղարկել։ Իմ համար էսի շատ մեծ օգնություն է, որովհետեւ քաղցած օրը շատ ենք անցկացել ու գիտենք սննդի գինը։ Աղորիկ ընկերության ներկայացուցիչները եկել էին իրենց համեղ արտադրատեսակներով եւ զովացուցիչ ըմպելիքներով, բայց նրանց այցի նպատակը միայն նյութական օգնությունը չէր։ Եկել էին Արմանին իրենց ընկերությունն առաջարկելու։ Ճիշտ է, դու հիմա այն վիճակում չես, որ ես ուրիշ խոսքեր ասեմ քեզ, մենակ կարող քեզ ասեմ, որ պինդ լինես, իմանաս, որ դու ճիշտ է, քո ծնողը քո հետ չի, բայց մենք քո հետ ենք։ Բարեգործներից Սիմոնը տղայի համար տարատեսակ սննդամթերք էր բերել, որ երկար ժամանակ առողջ եւ համեղ սնվելու խնդիր չունենա։ Ավելին մշտապես կապ է պահպանելու նրա հետ, որ ոչ ոք նրան չնեղացնի։ Դες ինչքան շատ ընկերներ ունես, ու մենք միշտ քո կողքին ենք։ Չնեղվես, չտրտնջաս, եղավ ախպերս, ինչ հարցով էլ որ պետք լինի, դիմում ես։
Նյու Յորքում ցեղասպանության 100-ամյակին նվիրված վերնաշապիկների վաճառքից գոյացած գումարով գոհարիկը նվերներ էր գնել Արմանի համար։ Ղևոնդը, Ստեփանը, Արտաշեսը, Ադամյանները, Սփյուռքայ ընտանիքներից մեկը եւս գումար նվիրեցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից եւս շատ էին օգնության առաջարկները։ Աբխազիայի հայերը եւս գումար նվիրեցին։ Ես ունեի մի ծնող, որից որ ծնողս է կորցրեցի, ես մտածում էի արդեն ես մոլորված եմ, որ դուք եկաք եւ զանգեցիք բոլոր զանգերին ես լսեցի, հիմա ես մտածում եմ, թե ես արդեն մենակ եմ։ Բումբումիկի հերոսները հաշվի առնելով Արմանի մոր վաղաժամ մահը որոշել էին բացառություն անել եւ տղային չայցելել։ Բայց պարզվեց, որ Արմանի մայրը խնդրել էր անպայման նշել տղայի ծնունդը եւ այդ ծնունդով կյանքի լուսավոր էջ բացել նրա համար։ Նրա մոր խնդրանքը չէինք կարող չկատարել։ Իսկ դուք շնորհավորել եք իրեն։ Վայամոտ ձեզ։ Հիմա բոլորս միասին թադիկները բարձում ենք արչևում եւ Արմանջոին ասում ենք. Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր։ Ուրա! Կադրից դուրս Արմանը խոստովանել էր, որ շներին խնամելով հանդերձ չի սիրում նրանց։ Շների կյանքը տղային իրեն էին հիշեցնում։ Շրջապատին նա նույնքան խորթ էր, որքան այդ փակի տակ պահվող եւ չընտելացող շները։ Շատերն իրենց վերաբերմունքով նրան էլ էին փակի տակ առել։ Արմանին երբեք չէին լսել, բայց վանում էին իրենցից։ Լսեցինք մենք եւ լսելի դարձրինք նրա պատմությունն ու մարդիկ սիրեցին, իրենց տան դռները բացելով տղայի առաջ։ Այս պատմությունը միայն Արմանինը չէ։ Մարդուն ճանաչելու համար աչքերը քիչ են, նրան լսել է պետք։ Տաթև Մեսրոպյան, Գառնիկ Սիրեկանյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ինչ-որ մեկի համար փող աշխատելու միջոց նոր էին ծանոթանում այս սարքերին ու ընկել էին ազարտի մեջ։ 1000 դրամանոց։ Մենակ 1000։ Կախվելու միջոցով ինքնասպաներ եղել լցակայանի աշխատակիցը։ Հոգեպես ծանր վիճակում է։ Նորմալ։ Սեփականատերը գործարար Սերգեյ Մանուկյանն է։ Դու ուզում ես արդեն պատվվածը հետ բերես։ Խաղացողները հիմնականում սրանք նմանեցնում են խաղատան սարքերին։ Ապարատը կապված է անմիջական բազայի հետ։ Ներկայացնում է այս սարքերի շահագործման լիցենզիան։ Մեծ է լինելու խաղացողների թիվը։ Հնարավոր է, որ այս տերմինալները հասանելի լինեն նաև երեխաներին։ Որևէ վերահսկողություն չկա։ Կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ինքնասպանությունից հետո դրանք ստանալու հույսերը ընդհանրապես հոդս են ցնդել։ Ինքնասպաներ եղել Լևոն Ամիրխանյան ՍՊ-ի տնօրեն 61-ամյա Համլետ Ամիրխանյանը։ Տունը կրկնակի անգամ վաճառել է։ Ամիրխանյանին պատկանող մի շարք ընկերություններ մարտին սնանկ են ճանաչվել։ Ամեն ինչ ունեն, բայց սեփականության վկայական չէ։ Չկատարված պարտավորությունները, որոնք հասնում էին մի քանի միլիոն դոլարի։ Դուք պատկերացնում եք 1 միլիոն եվրո կանխիկ վարկ ստանալ։ 200 համարով, նորաոճ լողավազաններով, ֆիթնես կենտրոններով։ Այդ բնակարանը չի վաճառվելու ուղղակի։ Մի շատ պարզ բան, փուչիկը պայթեց։ Կլանեց որոշ աշխատների մոտ 8 միլիարդ դոլար։ Մինչև արձակուրդը Սուրանկյան խմբագրությունը մտահոգ ծնողներից տասնյակ ահազանգեր ստացավ։ Զայրացած պատմում էին, թե երեխաները պարբերաբար գումար են խնդրում Էլ Լոտո կոչվող շահումով ապարատներից օգտվելու համար։ Նույնիսկ հետաքննություն էին անցկացրել պարզելու, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ապարատները եւ ինչ սկզբունքով են աշխատում։ Մասնավորապես պարզել էին, որ աշխատում են գումարով, նվազագույնը 1000 դրամ, ընդ որում միայն թղթադրամ։ Որոշեցինք անդրադառնալ խնդրին, առավել եւս, որ քանիցս ներկայացրել ենք դեպքեր, երբ խաղամոլությունը կործանարար ու ողբերգական հետևանքներ է ունեցել։ Մյուս կողմից, արդյոք այդ ապարատների տեղադրումը գազալացակայաններում չի հակասում շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքի 6-րդ հոդվածին, ըստ որի արգելվում է շահումով խաղերի խաղային ապարատների տեղադրումը քաղաքում։ Նախ պարզեցինք, որ ապարատները պատկանում են Goodwin-Bet ընկերությանը, որի սեփականատերը Եվրոպա ռեստորանային համալիրի սեփականատեր շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանն է, նույն ինքը շինանյութի Սերգեյը։ Պարզեցինք նաև, որ Goodwin-Bet-ը վիճակախաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում դեռևս 2011 թվականից։ Ընկերության կազմակերպած տոտալիզատորի ապրանքային նշանն է Goodwin, իսկ վիճակախաղային տերմինալի միջոցով կազմակերպած վիճակախաղերին է El Lotto։ Արմեն Աթելյանը հետաքննությունում կանդրադառնա այս ընկերության գործունեության իրավական կողմին, իսկ մինչ այդ ևս մի կարևոր հանգամանքի մասին։ Պարզվում է, որ մոտ 2 ամիս առաջ Դարակերտ գյուղի մերձակա գազալցակայանի տարածքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հայանիստ գյուղի մի բնակիչ, որը El Lotto-ով մեծ գումար է տանուլ տվել։ Դեպքից օրեր անց, ըստ մամուլի հրապարակումների, գազալցակայանի սեփականատերը հրահանգել է անջատել ապարատները եւ տերերին տեղեկացնել, որ տանեն սարքերը։ Մինչդեռ ըստ նույն մամուլի հրապարակումների շինանյութի Սերգեյի մարդիկ ոչ թե ապարատներն են տարել, այլ գազալցակայանի տիրոջ հետ մի քանի ժամ, ինչպես ասում են, բացատրական աշխատանք են տարել եւ ապարատները մնացել են։ Ներկայացնում եմ Արմեն Աթելյանի «Խաբվում ենք մեր կամքով» հետաքննությունը։
Շատ երիտասարդների այս խաղերը լավ ծանոթ են։ Ինչ որ մեկի համար սա ազատ ժամի, այսպես ասած, խաղալիք է, ինչ որ մեկի համար փող աշխատելու միջոց, ինչ որ մեկի համար էլ արդեն մոլուցք։ Հնարավոր է նոր տերմինալներ են կոմունալ եւ այլ վճարումների համար։ Երևի մտածել են շատերը, երբ անցած ամիսներին մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում տեսել են այս կանաչ սարքերը։ Պաշտոնապես սրանք վիճակախաղի տերմինալներ են։ Հիմնականում տեղադրված են գազալցակայաններում։ 1000 դրամանոց։ Մենակ 1000։ Հա, վեկալեց ինչ եք անում ախվել։ Ոստը բանա տալի, պրոստոմա այդ օնդը թվերա տալիս։ Երկու հուտեսը ոնց են խաղում են։ Կարաս 5000-ը գցես։ Չի որ։ Չէ, հա մենակ ֆուտա վերցեմ։ Ասենց 100,000 վերցեմ։ Շատերն էլ մեզպես նոր էին ծանոթանում այս սարքերին ու ընկել էին ազարտի մեջ։ Երկար ժամանակ կպահանջվի դրանց խաղերը նկարագրելու համար։ Յուրաքանչյուր վիճաշկով մի բան կգտնվի։ Ինչ կռնում է։ Ինչքան է բռնում։ Ասենք 1000-ը տալիս է։ Ամիջուրին 5000 կա։ Դրամը դրեք դրամի ընդունիքի մեջ։ Այս ապարատները, այս խաղային համակարգերը նախատեսված են այնպես, որ մարդը անընդհատ մի գծի վրա չի լինում։ Պարտվում, մեկի մի հատ հաղթում է։ Պարտվում, մի հատ հաղթում է։ Դա օրգանիզմին ադրենալին է տալիս։ Հուլիսի սկզբին Դարակերտի գազալցակայանում կախվելու միջոցով ինքնասպաներ եղել լցակայանի աշխատակիցը։ Մամուլի հրապարակումներից մեկում նշված էր, որ շրջանառվող լուրերով այդ անձը հաճախ էր խաղում այս տերմինալներով, անընդմեջ գումար էր տանում տալիս։ Ինքնասպանությունից առաջ էլ խոշոր գումար էր պարտվել։ Չնայած հարազատները հավաստում էին, որ ինքնասպանության պատճառների մասին տեղյակ չեն։ Հոգեպես ծանր վիճակում է։ Նորմալ։ Գիշերով մենակ է մնացել, հա։ Հա, մենակ գնացել Եթե դու հաղթում ես, դու մտածում ես, որ դու միշտ հաղթելու ես։ Եթե դու պարտվում ես, դու ուզում ես արդեն պարտվածդ հետ բերես։ Այդ հոգեբանությունն է աշխատում։ Այս սարքերը կոչվում են L-Lotto եւ պատկանում են Goodwin Bet ընկերությանը, որի սեփականատեր է ժողովրդի շրջանում Շինանյութի Սերգեյ եւ Եվրոպայի Սերգեյ անուններով առավել հայտնի գործարար Սերգեյ Մանուկյանն է։ Ինչպես պարզեցինք, հենց իրենք խաղացողները հիմնականում սրանք նմանեցնում են խաղատան սարքերին, չնայած պաշտոնապես համարվում են լոտո, այսինքն վիճակախաղ։ Կազինո է։ Վիճակախաղերի օրենքի մեջ պարտադիր սկզբունքներից մեկն է, որ պետք է լինի խաղային տոմսեր, այսինքն տոմսերով է այդ ամեն ինչը իրականացվում։ Թղթերով, տոմսերով, շահումով խաղերը դրանք պարզապես մեքենայացված ինչ-որ ագրեգատներ են, որոնց սարքեր են, որոնց միջոցով իրականացվում է համապատասխան գործունեություն։ Իսկ ինչ տարբերություն ինչ են այս սարքերը։ Վիճակախաղ թե խաղատան շահումով մեքենայացված սարքեր։ Տարբերությունն այն է, որ շահումով մեքենայացված սարքերը թույլատրվում է տեղադրել միայն հատուկ նախատեսված վայրերում, իսկ վիճակախաղերը գրեթե ամենուր։ Շահումով խաղեր կարելի է տեղադրել Ջերմուկի, Սևանի, Ծաղկաձորի, Մեղրի վարչական տարածքներում, կրթական եւ պատմամշակութային օջախներից կամ պետական մարմիններից հեռու։ Իրականում օրենքում կա հստակ սահմանված մի ներբություն, որով տարանջատվում են խաղատան մեքենայացված շահումով սարքերը լոտոներից։ Ցանկացած մեքենայացված սարքավորում, որի մեջ ներդրված է ծրագիր եւ ծրագիրն է որոշում մասնակցի շահելու հավանականությունը, արդեն իսկ համարվում է շահումով խաղ։ L-Lotto-ի սարքերում համապատասխան ծրագիր արկա չէ, ինչպես արկա է կազինոների կամ խաղային ապարատների մեջ։ Պատկերացեք, ապարատը կապված է անմիջական բազայի հետ։ Անմիջական բազայում արկա են տասնյակ հազարավոր համարներ։ Մասնակիցը, երբ որ մուտքագրում է գումարը, ապարատը չի որոշում սերվերից ստացած համարանիշով, արդեն պարզ է տվյալ մասնակիցը շահել է թե ոչ։ Goodwin Bet ընկերության իրավաբանը ներկայացնում է այս սարքերի շահագործման լիցենզիան։ Ասում է ամեն ինչ օրենքով են արել։ Համապատասխանաբար տարբեր տեսակի լոտոներ են վաճառվում։ Քաղաքացին մոտենում է որևէ ձևով, կոպեկով կամ եղունգով ջնջում է դա պաշտպանիչ շերտը եւ ստանում համապատասխան կամ շահել է կամ ոչ։ Եթե շահել է, հնարավորություն ունի կրկնապատկելու, որտեղ տոմսում արկա է կրկնապատկման դաշտեր։ Նույն ձևաչափը գործում է մեր L-Lotto-ի ապարատներում։ Մեր հարցմանն ի պատասխան ֆինանսների նախարարությունը թեմայի վերաբերյալ տվել է հետևյալ պարզաբանումը։ Ընկերության կողմից նշված սարքավորումների տեղադրման ու շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են վիճակախաղերի մասին օրենքով, այլ ոչ թե շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքով։ Եվ ընկերության կողմից այդ սարքավորումների տեղադրումն ու շահագործումը չի հակասում շահումով խաղերի եւ խաղատների մասին օրենքին։ Օրենքի մեջ չկա նշված, որ մեքենայացված լոտոներ կամ վիճակախաղի ինչ-որ մեխանիզմներ գոյություն ունեն, որոնցով որ մարդիկ հնարավորություն են ունենալու ինչ-որ մի բան շահեն։ Եթե արկա են թղթային տարբերակով, այսօր
այսօր մենք իրականացրել ենք դա էլեկտրոնային, որը որևէ ձևով չի հակասում օրենքին։ Եթե իսկ հակասեր օրենքին, ապա ֆինանսների նախարարությունը նման լիցենզիայի տրամադրում չէր իրականացնի ընկերությանը։ Այսօր Հայաստանում L-Lotto-ի մոտ 400 սարք է տեղադրված։ Խաղացողները հիմնականում հավաքվում են երեկոյան, երբ աշխատանքից հետո գնում են գազավացակայաններ ավտոմեքենաները լիցքավորելու։ Գոյություն ունի պարզ ճշմարտություն, ինչքան հասանելի է ապարատը, այնքան մեծ է լինելու խաղացողների թիվը։ Երևանի ավականու Բարև Երևան խմբակցության փորձագետ Գևորգ Կարապետյանին անհանգստացնում է հենց այս հարցը։ Հնարավոր է, որ այս տերմինալները հասանելի լինեն նաև երեխաներին։ Վիճակախաղերի հետ կապված, ուրեմն 18 տարի լրացած անձինք իրավունք են ստանում, որպեսզի իրանք խաղան այդ խաղերով։ Բայց այս պարագայում, քանի որ մեքենայացված ապարատների մոտ են խաղում եւ հանրային վայրերում են տեղադրված այդ ապարատները, մենք չենք կարող որևէ վերահսկողություն չկա։ Հնարավորինս բացառել ենք մենք 18 տարեկան եւ ցածր, քաղաքացիների խաղալու հնարավորությունը։ Անկամ եթե վրան գրված է, որ մինչև 18 տարեկանը արգելվում է, ոչ մի ոնց որ ասած երաշխիքներ չունենք, որ ցանկացած երիտասարդ, ցանկացած անչափահաս կարող է այդ խաղերով զբաղվել եւ մոլուցկով տարվել։ Այդուհանդերձ, սա կարող է հանգեցնել խաղամոլների թվի աճի։ Կարծիքները տարբեր են։ Իհարկե, ամեն ինչ կախված է անհատից, բայց նաև խաղի հասանելիությունից։ Ինքը գործարարություն է ամեն դեպքում։ Գործարարի համար գումար վաստակելն է խնդիրը։ Դա կարող է նախադեպ հանդիսանալ, որ մի գործարարն արեց, հաջողություն է բերում, մյուս գործարարներ կարող է իր օբյեկտներում կամ իր ենթադրենք վաճառակետերում նմանատիպ տերմինալներ տեղադրի մեխանիկացված, եւ որը որ վերահսկողությունից դուրս կլինի ավելի շատ սոցիալական վիճակից միջինից ցածր գնահատում իր սոցիալական վիճակը, իրենք սկսում են գումարի համար խաղալ, իսկ սոցիալականից բարձր եկամուտ ունեցող, միջինից բարձր եկամուտ ունեցող անձանց մոտ հաճույքի համար է սկսվում։ Բայց երկուսն էլ գալիս են միախառնվում են միտեղ, որտեղ դառնում են խաղամոլ, այսինքն այնտեղ, որտեղ արդեն սկսում են խաղալ ոչ թե գումարի կամ հաճույքի համար, այլ իրենք կարիք են ունենում խաղալու հենց խաղալու համար։ Հենց սա է խնդիրը։ Ներկայիս սոցիալական վիճակը հաշվի առնելով, մարդաշատ վայրերում նման սարքերի արկայությունը մասնագետների կարծիքով կարող է ավելի բարդացնել որոշ մարդկանց ծանր դրությունը, որոնք հնարավոր է դրանցում տեսնեն իրենց խնդիրների լուծումն ու փրկությունը։ Արմեն Աթելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանգուն։ Թերևս կհիշեք, թե 2009 թվականին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում քանի գործարար սնանկ ճանաչվեց։ Ոմանք հետագայում վերականգնեցին դիրքերը, ոմանք ինքնասպան եղան, մի քանիսը ձերբակալվեցին, որոշներն էլ փախուստի դիմեցին։ Հայաստանն այդ ժամանակ բարեբախտաբար զերծ մնաց լուրջ վայրիվերումներից, որովհետև մեր տնտեսությունը կախված չէր Արևմտյանից, ավելի շատ ինտեգրված էր Ռուսաստանի տնտեսությանը։ Իսկ Ռուսաստանի տնտեսությունն այժմ ծանր ժամանակներ է ապրում, ինչն ուղղակիորեն ազդում է նաև մեզ վրա։ Նաև դրանով է բացատրվում համացանցի եւ մամուլի ամենօրյա տեղեկությունները խոշոր տուգանքների, վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով վեճերի եւ բացասական այլ երևույթների մասին։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում ու պարզեցինք, որ նշված բացասական երևույթները առավելապես տարածված են մոտ 10 տարի առաջ հանրապետությունում լայն թափ ստացած շինարարության ոլորտում, երբ օրորի, մասնավորապես Մայրաքաղաքում սնկի պես բուսնում էին նորակառույցներ, այսպես կոչված էլիտարներ, որոնց ճակատագիրը կառուցումից անգամ տարիներ անց անհայտ է մնում։ Նույն բնակարանը վաճառում են մի քանի անձանց, բնակարանները գրավադրում են բանկում այն դեպքում, երբ դրանք փաստացի վաճառել են եւ ֆինանսական այլ խարդախություններ, ինչի հետևանքով էլ նման իրավիճակի ստեղծվել։ Ամիսներ առաջ ինքնասպան եղավ Լևոն Ամիրխանյան Վենեցիա Պլազա Ուրմ ագրոպետրոսերվիս ընկերությունների փաստացի սեփականատեր Համլետ Ամիրխանյանը, որի ընկերությունները բազմաբնական շենքեր են կառուցել Սայաթնովայի, Խանջան, Չարենցի, Վարդանանց փողոցներում։ Այդ շենքերում բնակարաններ գնացները նշում են, որ արկային իրենց եւ հիշյալ ընկերությունների միջև կնքված բնակարանների ձեռքբերման նախնական պայմանագրերը, վճարած գումար անդորագրերը, բնակարանների հանձնման ընդունման ակտերը, սակայն ֆինանսական խարդախությունների պատճառով ստիպված են դիմագրավել բանկերի եւ առանձին մարդկանց հարձակումներին։ Նելի Հարությունյանի հետաքննությունը վերնագրել ենք հարուստ է քչով բավարարվողը։ Սայաթնովա 40 եւ 40 կոտորակում 1 հասցեում գտնվող նորակառույց շենքերի բնակարանների մեծ մասը արդեն բնակեցված են։ Շատերը մեծ գումարներ են ծախսել վերանորոգել դրանք եւ մի քանի տարի է արդեն ապրում են նոր հասցեում։ Սակայն
Սակայն մի մասը սեփականության վկայականներ այդպես էլ չեն ստացել, իսկ կառուցապատող ընկերության սեփականատիրոջ ինքնասպանությունից հետո դրանք ստանալու հույսերը ընդհանրապես հոդս են ցնդել։ Ներկայում սեփականության վկայական չունեցող բնակիչները կանգնած են վտարման վտանգի առաջ։ Փետրվարի 16-ին Նորհաջնի իր առանձնատան ննջասենյակում ինքնասպան էր եղել Լևոն Ամիրխանյան ՍՊԸ-ի տնօրեն 61-ամյա Համլետ Ամիրխանյանը։ Նա էլ հենց Սայաթնովա 40 եւ 40 կոտորակ 1 հասցեների նորակառույցների սեփականատերն էր։ Դեռևս 2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը, որը զբաղվում էր բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցմամբ եւ մի շարք նորակառույցների հեղինակն էր նաեւ Բաղրամյան Պողոտայի, Խանջանի, Վարդանանցի շենքերի եւ Աճարյան փողոցի հյուրանոցային համալիրի վերջին տարում ֆինանսական ճգնաժամեր ապրում։ Կիսակառույց շենքերը վերխոյացնելու համար ընկերությունը վարկային լուրջ պարտավորություններ է ստանձնել, գրավադրելով հենց կառուցապատվող շենքերը։ Մասնավորապես Սայաթնովա 40 հասցեի շենքի շինարարությունն ավարտելու համար կառավարությունն էր աջակցել $2.5 միլիոն։ Սակայն շինարարության ավարտից եւ բնակարանների վաճառքից հետո էլ ոչ կառուցապատողի ֆինանսական վիճակն էր բարելավվել, ոչ էլ բնակարանների գնորդներն էին սեփականության վկայականներ ստացել։ Թեև ունեն արքուվաճառքի պայմանագրեր, վճարման անդորագրեր եւ երկկողմ այլ պայմանավորվածություններ։ Ներկայում շենքի բնակարանների հիմնական մասը գրավադրված է տարբեր բանկերում, առանց բնակիչների իմացության։ Այս ֆոնդերը դուրս է գալիս, որ գրավադրած բանկում սեփականության վկայական անել Լևոն Ամիրխանյանը, այս բանը համարվում է մեզ օփշենը, կարող է գրել, ով է։ Իսկ այսօր մեր հետ պայքարում են, ասում են, դեսի մեր սեփականություն։ Ասում են ապաս, որ անհրաժեշտ է։ Այս ամենից տուժած քաղաքացիները 200-ից ավելի են, բայց մեզ հետ հանդիպել համաձայնեցին քչերը։ Պարզվում է, որ քցված գնորդների թվում են падգամավորներ, նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից, հարկայինի աշխատակիցներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր խուսափում են տեսախցիկից ու աղմկոտ գործողություններից, բայց չեն էլ հաշտվում միլիոնները կորցնելու մտքի հետ։ $98,000 մուծված է ամբողջ գումարը։ Մոտավորապես 84 քառակուսու համար, տենց չեմ կարա հիշեմ։ Տունը կրկնակի անգամ վաճառել է։ Բայց ես ինչ էին պատասխանում, ո՞նց է այդպես։ Չենք իմացել, մոռացել ենք, ծախել ենք, հեսա ուրիշ տուն կտանք։ Ըստ էության դուք հիմա ձեր վճարած գումարի դիմաց տուն չունեք։ Չէ, տուն չունեմ, իհարկե չունեմ։ 5 տարի ապրում եմ այս բնակարանում, լրիվ մուծած ունեմ, պայմանագիրն ունեմ, ամեն ինչ ունեմ, բայց սեփականության վկայական չունեմ։ Այսինքն ձեր բնակարանը գրավադրված է բանկում։ Գրած է սեփականության վկայականը տված է Արշին բանկին։ Ոչ մեկ չի եկել, չի հետաքրքրվել, որ մարդը ապրում է, չէ։ Մենք արդեն 5 տարի ապրում ենք։ 5 տարի վկայական չունեք սեփական։ Ձեր բնակարանը հիմա պարզվել է, որ բանկում է գրավադրված։ Ո՞ր բանկում է դրած մերը։ Իսկ ինչ են պահանջում, էլի բնակարանի հենց արժեքի չափ գումար։ Արժեքի չափ են պահանջում $110,000։ Լևոն Ամիրխանյան ՍՊԸ-ն եւ Ամիրխանյանի պատկանող մի շարք ընկերություններ մարդին սնանկ են ճանաչվել, իսկ գործարարի ինքնասպանության ամենաշրջանառվող վարկածը հենց ֆինանսական լուրջ խնդիրներն են, հարկային ու վարկային չկատարված պարտավորությունները, որոնք հասնում էին մի քանի միլիոն $։ Մարտի 23-ին գրավի պայմանագիրն է գրվում, մարտի 26-ին սեփականությունը աֆորմիտ են անում արդեն բանկին։ 3 օրվա մեջ բառնում է բանկի սեփականության վկայականը ունի բանկ արդեն։ Դուք պատկերացնում եք 1 միլիոն եվրո կանխիկ վարկ ստանալ։ Հիմա գնում է դատական գործընթացը, հիմա գնում է։ Ամեն ամիս համարյա դատական process է տնում 20-25 մարդով։ Հələ որ ոչ մի ասենք հույսով բան չկա։ Հենց Աճարյան փողոցում կառուցվող հյուրանոցային համալիրը, որը միջազգային բոլոր չափանիշներով պետք է լիներ իսկական 5 աստղանի հյուրանոց, 200 համարով, նորաոճ լողավազաններով, ֆիթնես կենտրոններով, մարզադահլիճներով, 600 տեղանոց ռեստորանով, թենիսի կորտով, վոլեյբոլի հրապարակով եւ 400 մեքենայի համար նախատեսված կայանատեղիով, որոշ գնահատականներով, ինչպես ասում են, քանդեց Ամիրխանյանի տունը։ Հսկայածավալ շինարարությունը գլուխ բերելու համար գործարարը որոշակի գումար է հայթայթել, որը սակայն փուշիացվել է, իսկ հյուրանոցի շինարարությունը այդպես էլ չի ավարտվել։ Այդ ժամանակ էլ նա որոշել է գործի դնել կենտրոնում կառուցված իր մի քանի բազմաբնակարան շենքերը։ Սեփականության վկայականներն անվանափոխել է Լևոն Ամիրխանյան ՍՊԸ-ի անունով եւ արդեն վաճառված գույքը անարգել գրավադրել տարբեր բանկերում։ Սա ուղղակի այսպես չմտածված, շատ այսպես մակերեսորեն հաշվարկված բիզնեսի արդյունք է։ Չի կարելի այսօր բնակարան կառուցել ուղղակի վաճառքի նպատակով, որովհետև այդ բնակարանը չի վաճառվելու ուղղակի։ Պետքա թողնել, հենց այս վիճակում պետքա սառեցնել, պահել, եթե իրանք փող ունեն ուզում են ինչ-որ տեղ ներդնել, պետքա գտնեն ուրիշ ոլորտ։ Հենց ամենամեծ դժբախտությունը այն գործարանների համար, ովքեր կիսակառույց ունեն։ Լևոն Ամիրխանյան ընկերությունը Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող եւ վերջին տարիներին սնանկ ճանաչված միակ ընկերությունը չէ։ Յուրաքանչյուրը յուրովի հետևանքներով։ Դե եթե հետևանքները լինում են ինքնասպանությունները,
դա ցավալի է իհարկե, բայց հետևանքներ լինում են։ Չեն կարող հետևանքներ չլինել։ Հիշեք այդ նույն կառուցապատողները 2008-9 թվականներին իրանց շատ լավ էին, չէ՞ զգում, ու ոչ մեկ չէր կարող ասել, որ հեսա իրանց վիճակը կվատանա, բայց տեսնում ենք, որ մեծագույն մասը արդեն սնանկ։ Ինչ պատահեց երբեմնի զարգացման սեփական տեմպերի հետևից չհասցնող շինարարության ոլորտին։ Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի կարծիքով մի շատ պարզ բան՝ փուչիկը պայթեց։ 2005-2008 թվերին փչվեց արհեստականորեն այդ շինարարական փուչիկը, որը նույնիսկ գործող կառավարության որոշ անդամներ են ասում, որ դա փուչիկ է։ Չի կարող անշարժ գույքի գինը ու մեկ շնչին հասնող, ասենք, հնայի համախառներքին արդյունքի այդ տարբերությունը, ասենք, այստեղ ու Ամերիկայում լինի այդքան տարբեր, բայց անշարժ գույքը լինի նույն գնի։ Շինարարական բումի տարիներին ոլորտը կլանեց միլիարդներ, որոնք ընդհանուր առմամբ երկրի տնտեսության զարգացման մեջ էական դեր չունեցան։ 2006-2008 թվականներին շինարարության ոլորտը կլանեց ըստ որոշ հաշվարկների մոտ $8 միլիարդ։ Դա նշանակում է, որ այդ պոտենցիալ ներդրումային այդ միջոցները դուրս եկան արդյունաբերությունից, դուրս եկան գյուղատնտեսությունից, դուրս եկան բոլոր մյուս ոլորտներից։ Տնտեսագետների կարծիքով շինարարության ոլորտի գահավիժումը վաղ թե ուշ սպասվում է, իսկ արտարժույթի վայրիվերումները շինանյութի թանկացումը միայն լակմուսի դեր խաղացին։ Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի համոզմամբ էլիտար շինարարության մի շարք ծրագրերի ձախողման վրա ազդեցություն ունեցել են նաև բանկային մեքենայությունները։ Կան լուրջ այսպես գնահատականներ, որ բանկային համակարգը եւս այսպես իրեն շատ մաքուր չի պահել այս ընթացքում։ Բռնագանձված գույքը վաճառել են շուկայականից շատ էժան գնով, այդտեղ ակնհայտ է, որ վաճառվել է իրականում ավելի թանկ, բայց բանկի պաշտոնյաները փողեր են ստացել դրա դիմաց, հաստատ կարելի է պնդել, որ այդ մեքենայությունները եղել են։ Համլետ Ամիրխանյանը այս տարի ենթադրաբար պարտքերի պատճառով ինքնասպան եղած միակ գործարարը չէր։ Նրա ընկերությունն էլ միակ սնանկացածը չէր։ Օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ-ական նախկին падգամավոր Great Valley Company ընկերության սեփականատեր Տիգրան Արզականցյանի գործերը եւս լավ չեն։ Դատարանի որոշմամբ Տիգրան Արզականցյանին պատկանող Great Valley Company-ն փետրվարին սնանկ են ճանաչվել։ Իդեպ այս տարվա հուլիսի 9-ին սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա աշտարակի գինիներ գործարանը։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Հաստ կաշին է փրկել այնտեղ գտնվածների կյանքը։ Տեսնում եք անհասկանալի տրուբա վարորդի նստատեղին։ Երկուսն էլ իրենց դուրս են նետել մեքենայից։ Կասնահարել կրսեր եղբորը, ով այդ պահին քնած է եղել։ Այո, պարանոյություն վզում է կարող։ Բուժ բրիգադը անզոր է եղել օգնություն ցուցաբերել։ Էքստրասենսը բերանք սիվար ընկած էր գետնին։ Պարզ չէր, հետեղի ունեցածը սպանություն էր, ինքնասպանություն։ Մի քանի մեքենա այրվեց ու վերածվեց մոխրակույտի։ Մինչ Սուրանկյան անձնակազմը հանգիստներ վայելում Արցախում, մասնավորապես Շուշիում, հիանալով եւ հպարտանալով պատմամշակութային հարուստ ժառանգությամբ եւ չքնաղբնությամբ, Շամշյանը ինչպես միշտ քոնուդաթար կորցրած աշխատում էր։ Մեկ ամսում այնքան դեպքեր տեղի ունեցան, որ դրանց անդրադառնալը թերևս այդքան ժամանակ էլ պահանջի, բայց մեր վերջին էջի հրատապությունը սեպտեմբերին պահպանելու համար որոշեցինք դրանց մասին պատմել հակիրճ եւ մաս-մաս։ Այսօր կներկայացնենք մահվան ելքով վթարները, վրաերթերը, դժբախտ պատահարներն ու սպանությունները։ Օգոստոսի 13-ին Երևան Մեղրի ճանապարհին Երասխի հատվածում տեղի ունեցած խոշոր վթարի մասին տեղեկանալիս որոշեցինք այն ներկայացնել հենց առաջին թողարկմանը։ Խոսքը Պարսիկ վարորդի մասնակցությամբ վթարի մասին է, երբ իրանական համարանիշներով բեռնատարի բախման հետևանքով 4 մեքենա վերածվեց մոխրակույտի, 3-ը մետաղի ջարդոնի։ Մեկ մարդ մահացավ, 9 տեղափոխվեց հիվանդանոց։ Այդուհանդերձ վթարի բացառիկ կադրերը դիտելով կհամոզվեք, որ հետևանքները կարող էին ավելի կործանարար լինել։ Ուզում եմ նաև հատուկ ուշադրություն հրավիրել վնասված մեքենաներից մեկի Մերսեդեսի վարորդի գործողություններին, որի շնորհիվ էլ հնարավոր եղավ կյանքեր փրկել։ Նա դուրս էր բերել ոչ միայն իր մեքենայում եղածներին, այլև վնասված եւ այրվող մեքենաներում գտնվածներին։ Իրավի կարգին տղամարդու արարք արժանի երախտիքի։ Կանդրադառնանք նաև այս ընթացքում տեղի ունեցած սպանություններին։ Դրանց հանգամանքներն ու շարժառիթները ուսումնասիրելիս ակամա հիշում ես նաև հոգեբանների պնդումները, թե ուղեղի մթագնածության վրա երբեմն ազդում է նաև տապը։ Ընդամենը մեկ ամսում սպանությունների եւ ինքնասպանությունների 6 դեպք գրանցվեց։
Նելի Արությունյանը մասամբ անդրադարձավ թեմային։ Շամշյանը կպատմի էքստրասենսի սպանության, խորհրդավոր հանգամանքներում ամուսինների եւ եղբայրասպանության աղմկահարույց դեպքերի մասին։ Ցավոք այս անգամ եւս զերծ չմնացին կարծիքներից եւ մեկնաբանություններից, որոնք ոչ միայն դժվարացրին նախաքննական մարմնի աշխատանքը, այլև մեղմ ասած չամոքեցին մահացածների հարազատների վիշտը։ Այս անգամ ամսվա քրեական քրոնիկոնը դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի Սև օգոստոս 2015 տեսանյութում։ Ժողովուրդ ջան, գիտեք չէ ինչքան էի կարոտել։ Բերանով ենք ասում 1 ամիս, բայց պարզվում է, որ մեկին կարոտել եւ նոր հանդիպման հույս փայփայող մարդու համար դա իսկական հավերժություն է։ Հուսամ կարոտը փոխադարձ է եւ հիմա փորձեմ կիսվել տևական բացակայության ընթացքում տեսածովս։ Չեմ կարող կոնկրետ առանձնացնել մի դեպք, սակայն մասշտաբայնության տեսանկյունից միանշանակ առաջնությունը կտայի երասխում տեղի ունեցածին, սակայն դրա մասին կանդրադառնամ տեսանյութի վերջում։ Հիմա սկսեմ օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։ Դեպքը տեղի ունեցավ Մթնշաղին, Ապարան Սպիտակ ճանապարհի 3-րդ կիլոմետրին, ու ցավոք մասնակիցները 24-25 տարեկան երիտասարդներ էին։ Միզո, իսկ վիրավոր 12 հոգի բժշկական կենտրոն են մտել։ Տեսեք, թե ինչ վիճակում է օպելը։ Բավարար է նույնիսկ մի անզեն հայացք գցել մետաղի ջարդոնի այս կույտի վրա, որ պատկերացնես, թե ինչ հետևանքներ կարող է վթարը ունեցած լինի այնտեղ գտնվողների համար։ Ճիշտ եք, ղեկին նստած 24-ամյա Տիգրան Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Գրան Չերոկիի ուղևոր նրա հասակակից Կարեն Գևորգյանի կյանքը բժիշկները փրկեցին։ Վթարի մանրամասների մեջ խորանալիս կարելի է պատկերացնել, որ տեղի է ունեցել դիմային բախում, ու թերևս ջիպի, ինչպես ասում են, հաստ կաշին է փրկել այնտեղ գտնվածների կյանքը։ Էս էլ խեղճ բրկարարները։ Մեկ-մեկ ինձ թվում է, թե նախորդ կյանքում այս մարդիկ պարտիզպան են եղել, ու գիտեք ինչու, որովհետև ամեն անգամ պատկան կառույցների աշխատակիցների փոխարեն իրենք են զբաղվում վթարների հետևանքների վերացմամբ։ Իսկ պատկան մարմինները քրթինք թափելու փոխարեն փորերն են հաստատում։ Հետայսու ամեն անգամ տալու են բոլոր այն պատասխանատուների անունները, ովքեր թերանում են իրենց աշխատանքում։ Հետո չասեք, թե չեմ զգուշացրել։ Ու կրկին երիտասարդներ, ու կրկին Արագածոտնի մարզ, ու կրկին Չարաբաստիկ օգոստոսի 15-ը, որը հիրավի կարելի է Սև անվանել։ Ներկայացված դեպքից ընդամենը 40 րոպե անց Աշտարակ Ապարան ավտոճանապարհի առաջին կիլոմետրին իրար են բախվում 32-ամյա Արման Ղազարյանի Ford Transit-ն ու 19-ամյա Գոր Արաքելյանի X5-ը։ Այս վթարի մասին կարելի էր ընդամենը 2 բառով սահմանափակվել, ասելով, թե մեղավորը X5-ի վարորդն էր, որի մեքենայից հայտնաբերվեցին գարեջրի կիսադատարկ շշեր ու հավաքվածների հավաստմամբ նրա վրայից դրա հոտը փչելիս է եղել։ Բայց եթե երկու քաղցր խոսք կաթը շուրթերին չչորացած Արաքելյանի հասցեին չասեմ, ջիգերս կվառվի։ X-ի վրան համար չի եղե։ Համաները մեջն է, հետն է պիվի շշեր բացած։ Եվ ուրեմն, ըստ նախնական տեղեկությունների, հենց նա է իր սպիտակ նժույգով մեծ արագությամբ դուրս եկել հանդիպակաց գոտի, ստեղծել վթարային իրավիճակ եւ բախվել Ֆորդին, որն ինչպես տեսնում եք, ամբողջությամբ բարձված է ձմերուկով, մի կողմից ուժգին հարված, մյուս կողմից, ինչպես տեսնում եք, անհասկանալի տրուբա վարորդի նստատեղին, ու որպես հետևանք Ֆորդի 34-ամյա վարորդի ողբերգական մահ։ Փրկարարներից երկար ժամանակ էր պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայի միջոցով նրան դուրս բերեին մեքենայից։ Ավաղ հիվանդանոց տեղափոխվելուց հետո մոտ 4 ժամ անց երիտասարդը մահացավ։ Սա վարորդն չկա։ Ինչ էլի, խմած ավտոյի միջից շանոթը փչում է խմիչքի։ Հիվանդանոց են տեղափոխել նաև Ֆորդի ուղևորն ու գլխիկոր երիտասարդը։ Վերջինի աղբերությունը, դե ճիշտ են ասում էլի, ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Չբավարարվելով նրա սարքած թամաշայով, փորձում էին մեքենայի վրայից հանել համարանիշները, սակայն աշտարակի ոստիկանները կարճ ժամանակ անց դրանք հայտնաբերեցին։ Այդ թե ինչ է նշանակում ժամանակին չստացած ճիշտ դաստիարակություն։ Հուսանք, որ 19-ամյա ջահելը իր պատիժը կկրի օրենքի ողջխստությամբ։ Համենայն դեպս ուշադրության կենտրոնում ենք պայելու։ Հա, իդեպ քիչ էր մնում մոռանայի, X5-ի 19-ամյա վարորդը չի ունեցել նաև վարորդական իրավունք։ Օգոստոսի 1-ին արշալույսները խաղաղ չբացվեցին նաև մայրաքաղաքի Մոնտեմելքոնյան փողոցում, որտեղ իդեպ ներկայացվելիք վթարից ընդամենը 10 օր առաջ նույնպես ողբերգական ելքով վթար էր տեղի ունեցել։
Սակայն այս պատմության մեջ կա մեկ այլ դրվագ, որն արժանի է առանձնահատուկ ուշադրության, սակայն ամեն ինչի մասին հերթականությամբ, եւ ուրեմն առավոտ կանուխ 5:30-ի սահմաններում Ռենո Մագնիշի մեքենան դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվում բետոնե արգելապատնեշներին եւ մոտ 20 մետր գլխիվար շրջվելով հայտնվում ճանապարհի մեջտեղում։ Ստե հեռախոս կա։ Մի հատ էտա Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահանում է, իսկ 25-ամյա Կարապետ Կարապետյանն ու 29-ամյա Արսեն Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, որտեղ ըստ մեր տեղեկությունների նրանց տևական ժամանակ բժշկական եւ հոգեբանական օգնություն են ցուցաբերում, քանի որ գտնվելիս են եղել ծանր ապրումների մեջ։ Պարզեցինք, որ վթարի պահին երկուսն էլ իրենց դուրս են նետել մեքենայից։ Իսկ հիմա ամենաուշագրավը, որն ապացուցում է բախտ ասվածի գոյությունը, պարզվում է, որ Կարապետյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանից, որտեղ նույնպես հայտնվել է ավտովթարի մեջ։ Իրոք որ բախտ է, միայն թե պետք չէ դրանով ուրախանալ, պետք է առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերել, որպեսզի Աստված մի արասցե, հերթական անգամ չվերհիշենք, Պապը ամեն անգամ փլավ չի ուտում ասվածը։ Ինչ վերաբերում է վթարի պատճառներին, կդժվարանամ դրանք կոնկրետ նշել, չնայած պարզ է, որ մեղավորը հենց գլխիվար շրջված մեքենայի վարորդն է եղել։ Դա է պատճառը, որ քրեական գործ հարուցվեց 242 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Այն է, ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Մինչ երասխի Կալցևոյի մոտ ահասարսուր տեսարանը ներկայացնելը անդրադառնամ սպանության 4 դեպքերին, որոնք մեծ աղմուկ հանեցին հանրապետությունում։ Ամեն անգամ, երբ վերհիշում եմ այդ դեպքերը, սարսուռ է մարմնովս անցնում ու հասկանում եմ, որ մարդկային ստորությունը սահման չունի։ Մի սրա դեմքին նայեք, միթե սա էլ է մարդ արարած։ Դժվար թե ու դրա մեջ համոզվելու համար երկար բարակ մտածելու բան էլ չկա։ Հենց նա 37-ամյա Կարապետ Կարապետյանն է կասնահարել կրսեր եղբորը 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին, ով այդ պահին քնած է եղել։ Կադրերը, որն այժմ դիտում եք, արված են Մալացիա-Սեբասիա վարչական շրջանի Մեծարենց փողոցի թիվ 75 տանը։ Սրբապիղծին ուժեղացված հսկողության տակ այստեղ էին բերել ոստիկաններն ու քննիչները, ընթերականների ներկայությամբ քննչական փորձարարության համար։ Չնայած որ այդ նույն իրավապանները հազար մի բան են տեսել իրենց գործունեության ընթացքում, բայց հաստատ համոզված եմ, որ հոգու խորքում նրանք նույնպես ապշած էին ստահակի սառնասրտությունից ու հանգստությունից։ Տեսեք, թե ինչ է պատմում։ Վերջը տարված, որը կացինով։ Միայն գլխին թե բանյար մասերը։ Հարցաքննության ժամանակ նշեցիր, որ նաև պարանոցին դզին ես հարված է։ Լավ, հարվածներ հասցնելու ժամանակ ես դիմադրել է, փորձել է խանգարել։ Կարծես հարևանի հետ հանգիստ գյալաջի աներից լիներ, ոչ թե եղբոր սպանությունը ներկայացներ։ Հետո նույն հանդարտությամբ մատնացույց արեց այն թաքստոցը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել էր կացինը եւ իր արյունոտ հագուստը։ Չգիտեմ ով ինչ ուզում ասի, ճիշտն է, որ վերականգնվի մահապատիժը, թե չէ էս ինչի անման։ Հա, կարող է եղբայրը սխալներ էլ գործած լինի։ Ավելի շուտ, եթե անգամ սխալներ գործած լինի ու կապ չունի, թե ինչ մասշտաբի, ինչի մեջ նույնիսկ համոզված չեմ, ով է քեզ իրավունք վերապահել նրան զրկել կյանքից։ Համոզված եմ, որ երկնային դատաստանը չի ուշանա ու սա իր արժանի տեղը կգտնի դժոխքում։ Այս կացինն է։ Կացինի վրա այան հետքեր չկա, ոնց կպարտական։ Որոշ հետքեր կան։ Հետքերը լվացել է։ Երբ է։ Այսինքն սպանությունից անմիջապես հետո։ Խնդրեմ, սա դրեք, փաթեթավորեք։ Կամ այս դեպքը, ճիշտն ասած չգիտեմ էլ ինչ մտածեմ, նույնիսկ դեպքից մեկ ամիս անց։ Ընկերս զանգահարեց, թե բա Զեյթունում ամուսինների են սպանել։ Առաջինն ինչ մտածեցի, երևի մեծահարուստներ են, փորձել են թալանել տունը։ Նրանք էլ նկատել են ու տենց այդ մտքերով հասա դեպքի վայր։ Ավելի ստույգ, Ուլնեցի փողոցի 30 շենքի մոտ գտնվող թիվ 165 ավտոտնակի մոտ։ Հա, չսխալվեցիք։ Ամուսինները սպանվել են հենց ավտոտնակի մոտ։
Պարզեցի, որ սպանվածները 53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են, որոնք բնակվում են թիվ 30 շենքում, սակայն իրենց բնակարանը վարձով էին տվել եւ ժամանակավոր բնակվում էին ավտոտնակում։ Կրակոցները լսելուց հետո բնակիչները ահազանգել են շտաբ օգնություն, սակայն օպերատիվորեն դեպքի վայր հասած բուժ բրիգադը անզոր է եղել օգնություն ցուցաբերել, քանի որ կրակոցը եղել է մահացու, ամուսիններն արդեն մահացած են եղել։ Տեսնում եք, թե ինչպես են փորձագետներն ուսումնասիրում տեղանքը։ Նրանք առգրավեցին 3 պարկուճ։ Ասել է, թե Ստահակը ամուսինին սպանել է 3 կրակոցով։ Տարատեսակ վարկածներ հնչեցին։ Դե գիտեք էլի, նման դեպքերում հավաքվում է թաղի ժողովուրդը ու սկսում Շերլոկ Հոլմսություն անել։ Բայց դե կար ժամանակ անց ոստիկաններն ու քննիչները պարզեցին ամուսիններին սպանած անձի ինքնությունը։ Ճշտեցին, թե ինչ տեսակի հրազենից են կրակոցները արձակվել։ Մեր տեղեկություններով սպանողը Վրաստանի քաղաքացի է, ում ժամեր անց ոստիկանությունը փորձում էր վնասազերծել հարևան շենքի նկուղում, սակայն վերջինս այն զենքով, որով սպանել էր ամուսիններին, կրակում է իր քունքին, ինչի հետևանքով տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց մահանում է։ Օգոստոսի առաջին օրերը կարծես մղջավանց հիշեցնեին, սպանություն սպանության հետևից, ընդ որում այնպիսի դաժանությամբ, որ կորցնում էի հավատս մարդկանց նկատմամբ, եղբայրասպանություն, ամուսինների սպանություն եւ նաեւ էքստրասենսի սպանություն, օգոստոսի 5, Մայրաքաղաքի Մաշտոցի շրջանի Մազմենյան 5, չգիտեմ էլ այդ 5-երի համադրությունն արդյոք գերբնական ինչ-որ բան է, բայց որ էքստրասենս 53-ամյա Անի Մաժնունյանի համար դա ճակատագրական դարձավ փաստ է։ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում դի հայտնաբերման մասին ահազանգը ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում, որից քիչ անց նշված շենքի թիվ 20 բնակարան ժամանած օպերատիվ խումբը ննջարանում հայտնաբերում է տանտիրուհու Դին, էքստրասենսը բերանքսիվար ընկած էր գետնին, իսկ դիակի վրա բազմաթիվ իրեր են լսված, այդ թվում հագուստներ։ Դատաբժշկի կողմից դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մարմնի վրա եղել է մի քանի տասնյակից ավելի սուր կտրող ծակող առարկայից հարվածի հետքեր։ Տեսնում եք, թե ինչպես է տակնու վրա արված տունը, ու այդ տեսարանը տեսնողն առաջինը ինչ կմտածի, որ սպանության հիմքում ընկած է կողոպուտը։ Այդ օրերին ողջ մամուլն ու համացանցը լցված էր տարատեսակ մեկնաբանություններով ու տեսակետներով եւ գերակշռում էր հենց նշածս վարկածը, չեմ պնդի։ Առավել եւս, որ ի տարբերություն ուրիշների չեմ ուզում հայտնվել մատի ու մատանու արանքը։ Փաստն այն է, որ սպանությունից 2 օր անց ձերբակալվեց Յանուս թատրոնի տնօրեն 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որը ժամանակավորապես բնակվում է Նոր Նորքում, սակայն հաշվառված է Խարբերդ գյուղում։ Առայժմ կսահմանափակվենք այսքանով եւ գործում ի հայտ եկած նոր հանգամանքների մասին տեղեկատվություն ստանալուն պես կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Իրոք, որ օգոստոս ամիսը հանցագործությունների, մասնավորապես սպանությունների քանակով կարելի է սև անվանել։ Ներկայացվելիք դեպքը տեղի ունեցավ ոչ թե արձակուրդի ժամանակահատվածում, այլ շաբաթ Պտղնի գյուղում։ Հինգշաբթի Մայրաքաղաքի Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն տեղափոխվեց 34 տարեկան տղամարդու դի։ Երիտասարդը վնասվածքները ստացել էր կրծքավանդակի հատվածում, հրազենից արձակված կրակոցներից։ Նրան հիվանդանոց էր տեղափոխել եղբայրը։ Սկզբում պարզ չէր, թե տեղի ունեցածը սպանություն էր, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, սակայն կար ժամանակ անց իրավապահները պարզեցին եղելությունը։ Հես արյան հետքին է։ Հələ բանդետ ես։ Որեն չկան։ Հեսա, նա այսեն ծալունը գալ, հեսա։ Վայ, վերևից են կրակել։ Պարզվեց, որ մահացածը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքները ստացել էր Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում անհայտ անձի կողմից կրակոցներ արձակելու հետևանքով։ Արի ու տես, որ սպանության վայրից հայտնաբերված այրան հետքերը ձգվում են մոտ 60 մետր, մինչև ձկնաբուծարանի տարածքում տեղադրված վագոն տնակ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, Կոտայքի բաժնի քննիչները փորձագետի հետ զննության ընթացքում հայտնաբերեցին նաև որսորդական 1 փողանի հրացան ու 2 կրակված պարկուճ։ Ընդեղից կամ քաշտալով են բերել, կամ ինքը վիրավոր եկել է։
Բայց դժվար եկածելի քաշ տված կլինեմ, որտեղ արունը շատ է։ Պտղնին պաշարել էր իրավապանների իսկական բանակ, ուտեսնեմ, որ մեծ մասը ուղևորվում է գյուղի սկզբնամասում գտնվող հսկայական տան տարածք, որն ըստ հավաքվածների պտղների գյուղապետի մտերիմի տունն է։ Թե ոնց արին, ինչ արին, ինչպես արին, բայց ինչպես ասում են, տաք հետքերով հայտնաբերեցին նույն գյուղի բնակիչ 28-ամյա Արման Բաղդասարյանին, ով ինչ ուզում ասի, բայց հալալա ոստիկաններին ու քննիչներին, նրանք չսխալվեցին։ Դիպուկ եւ ճիշտ օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվեց աղմկահարույց սպանությունը եւ այս պահին Կոտայքի մարզային ոստիկանության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության աշխատակիցների եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական գործողությունները հայտնաբերել են սպանություն կատարողին, կասկածյալին եւ նա այս պահին այս քարե տնակից ներկայացնում է քննիչներին եւ ոստիկաններին հանցագործության գործիք ավտոմատը։ Իր հատակին Պարզում է, այն թաքցրել է այլուրի պարկի մեջ, որտեղ ինչպես նկատեցիք, կային նաև մեծ թվով փամփուշտներ։ Տեղի ունեցածի շարժառիթները կպարզի նախաքննությամբ, բայց փաստն այն է, որ գյուղացիների զայրույթն անսահման էր։ Ասում են, թե սպանվածն ամուսնացած էր եւ խնամքի տակ ուներ 2 անչափահաս աղջիկ երեխա, որ գյուղում հայտնի էր որպես սոցիալապես անապահով ու կարիքավոր մարդկանց օգնող, ընդ որում շատ շատերին օգնության ձեռք էր մեկնում առանց սпасելու նրանց խնդրանքին, ինչի պետք է նման ճակատագրի արժանանար։ Մի խոսքով, ինչպես սկզբում նշեցի, մարդկային ստորությունը սահման չի ճանաչում։ Եվ վերջում անդրադառնամ հանրապետությունը ցնցած արայացան ողբերգությանը։ Երևան-Մեղրի ճանապարհի 66-րդ կիլոմետրը մեզանում առավելապես հայտնի է Երասխի Կալսավոյ անվամբ, որտեղ գրեթե միշտ հասկանալի պատճառներով մեքենաների մեծ հոսք կա։ Չարաբաստիկ օգոստոսի 13-ին առավոտյան ժամը 8:40-ի սահմաններում եւ Կոլցովոյում գտնվել է մոտ 1 տասնյակին հասնող մեքենաներ, պարսկական համարանիշներով բեռնատար մեքենայի վարորդը բախվում է միանգամից 7 մեքենայի։ Առաջարկում եմ դիտել վթարի պահը, որից հետո շարունակենք։ Տեսակ, թե բախման հետևանքով ինչպես մի քանի մեքենա այրվեց ու վերածվեց մոխրակույտի, մի մասն էլ մետաղի ջարդոնի։ Վթարի հետևանքով մահացավ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 42-ամյա Վարամ Արզումանյանը, որը 2010 թվականի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն էր։ 9 հոգի տեղափոխվեց հիվանդանոց։ Այս դեպքը կարծես համախմբել էր բոլորին, թե օպերատիվորեն դեպքի վրա ժամանած շտաբ օգնության, փրկարար ծառայության, ոստիկանության աշխատակիցները, թե վթարի հարևանությամբ գործող խանութների եւ գազալցակայանի աշխատակիցները, պատական անցորդներն ու այլ մեքենաների վարորդները, մարզպետարանի, գյուղապետարանի, տեղի ոստիկանության եւ քննչական բաժինների աշխատակիցները բոլորը անխտիր փորձում էին օգնել տուժածներին, այդ կերպ հաստատելով ուրիշի ցավ չի լինում ասվածի ճշմարտացիությունը։ Կավայսի դիա։ Մի հատ էսի դատաբժիշկնուր, դատաբժիշկնուր, մի հատ թոգան նայ, էլի, տենանք էսի դիա, թե ինչա, որտեղ ոսկրային մասան, նայ։ Սակայն հատուկ շնորհակալություն պետք է հայտնել վթարված մեքենաներից մեկի Մերսեդեսի վարորդին, որի անունը ցավոք պարզել չհաջողվեց։ Եթե ուշադիր դիտեք կադրերը, կտեսնեք, թե ինչպես է վթարից անմիջապես հետո դուրս բերում իր եւ մյուս մեքենաների ուղևորներին, ու հենց նրան պետք է առաջին հերթին պարտական լինենք բոլորս։ Հալալա, ախպեր ջան, հալալա։ Իդեպ վթարը ստեղծած իրանական բեռնատարի վարորդը 58-ամյա Իսմայել Նաջաֆի Խանի Խերրադին դեպքի վայրից ոստիկանները հեռացել էին, ու դա հասկանալի է, եթե չհեռացնեն, ապա հաստատ լինչի դատաստանի կընթարկեին։ Այդուհանդերձ դատարանը բավարարեց պարսիկ վարորդի երկամսյա կալանքի տակ առնելու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությունը, եւ նա տեղափոխվեց Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը, սիրենք իրար և խաղաղ անցնենք կյանքի կարճ ճանապարհը։
Կհանդիպենք սեպտեմբերի 6-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։